Տիկին Մեսին շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Այս ժամանակներում, երբ մամուլի առջև ծառացած մարտահրավերներին բազմաթիվ նորերն են ավելանում, ինչպես եք դուք աշխատում, ինչպես եք հաջողում պայքարը սոցիալական մեդիայի դերի կտրուկ ավելացման, արհեստական բանականության եւ ազդեցիկ անձանց ինֆլուենսերների հետ մրցակցության մեջ, եւ առհասարակ ինչպես եք պահպանում ձեր դերը լրատվադաշտում։ Das Wichtigste ist für uns, dass wir unsere journalistischen Standards einhalten. Մարտահրավերները այո, դրանք իսկապես շատ են, բայց մեզ համար ամենակարևորը մնում է մեր լրագրողական չափանիշները պահպանելը։ Մենք հեռուստատեսություն ենք, ռադիո, պոդքասթներ ենք արտադրում, նաև կարճ տեսանյութեր եւ գրավոր բովանդակություն։ Շատերը կարծում են, եթե բովանդակությունը հրապարակվում է TikTok-ում կամ Instagram-ում, այն պետք է անպայման զվարճալի լինի։ Լրագրողական չափանիշները պահպանելը եւ մեր կուրսը պահելը հաճախ այնքան էլ հեշտ չէ, բայց դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ արժանահավատությունն ու վստահությունը հանրային հեռարձակուղի կամ առհասարակ լրատվամիջոցի ամենաարժեքավոր ակտիվներն են։ Reuters-ի 2026-ի ուսումնասիրությունը եւս մեկ անգամ ընդգծում է սա։ Վստահությունը կայացած լրատվամիջոցի բրենդն է եւ դեռ գոյություն ունի։ Դա մեր ամենամեծ շանսն է։ Մենք պետք է անչափ զգույշ լինենք պահպանելու արժանահավատությունը։ Իսկ ինչպես է դա հաջողվում։ Հաջողվում է։ Դժվար, բայց ստացվում է։ Մենք նաև ինտեգրում ենք արհեստական բանականությունը, որը դիվայնացնելը չեմ կարծում, թե օգնում է։ Մի կողմից արհեստական բանականությամբ կեղծ տեղեկություններ են ստեղծվում, ընդ որում միտումնավոր, եւ դա խաբուսիկորեն այնքան իրական է թվում, որ անչափ դժվար է հերքել, եւ դա կարող է վախեցնող լինել։ Բայց չեմ կարծում վախենալը կամ խուսափելը կօգնեն։ Ընդհակառակը կարևոր է արհեստական բանականությունը ինտեգրել մեր աշխարհում։ Այն գործիքները, որոնք հեշտացնում են գործը, դյուրացնում տեղեկությունների որոնումը, թարգմանությունը։ Մյուս կողմից նախապայման է ունենալ փորձառու եւ վերամասնագիտացված լրագրողներ, որոնք կարող են ստուգել տեղեկության ճշգրտությունը եւ համադրել դրանք լավագույնս։ Կարծում եմ սա լավ կողմն է եւ այստեղ ուզում եմ անդրադառնալ բովանդակություն ստեղծողներին, content creator-ներին, առանձին անհատները, ինֆլուենսերները մեծ հեղինակություն ունեն։ Այդպես միշտ է եղել, բայց հիմա ավելի ցայտուն է սոցցանցերում։ Սա էլ եմ համարում հիանալի հնարավորություն։ Մենք ունենք բազմաթիվ հիանալի մարդիկ, ճանաչված եւ պրոֆիլով առանձնացող լրագրողներ։ Վստահ եմ դուք նույնպես։ Տարբերակը հետևյալն է, եթե մենք աջակցենք նրանց ավելի ճանաչելի դառնալ, ապա մարդիկ ավելի շատ կհավատան նրանց։ Մարդիկ վստահում են մարդկանց, այդպես միշտ է լինելու, եւ այդ պատճառով էլ կարեւոր է, որ մենք նախ աջակցենք, խթանենք եւ նաեւ պաշտպանենք մեր մարդկանց։ Դուք ասացիք, կարողանում եք պահպանել հեղինակությունը եւ արժանահավատությունը։ Ուզում եմ հարցնել ամենամեծ ռիսկերի մասին։ Մենք ունենք մերը, դուք ձերը, որոնք են ամենամեծ մարտահրավերները ձեր առջև։ Einmal ganz banal Geld. Wie können wir dafür sorgen, dass Journalismus bezahlbar bleibt? Ամենամեծ ռիսկերը նախ շատ պարզ փողը։ Ինչպես ապահովել, որ լրագրությունը մնա ֆինանսապես կայուն եւ վճարվող երկարաժամկետ հեռանկարում։ Ես դա համարում եմ ամենամեծ ռիսկը։ Հիմնական ռիսկերից են ավտորիտար ռեժիմների, ավտորիտար գործիչների ծանր ազդեցությունը։ Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների Big Tech-ի ազդեցությունը, նրանք ունեն սեփական օրակարգը եւ փորձում են ազդել մեդիա օրակարգի վրա։ Elon Musk und andere sich einsetzen dafür, dass Viktor Orban Երբ Իլոն Մասկը եւ այլ բացահայտ կերպով աջակցում են, որ Վիկտոր Օրբանը մնա իշխանության, լիովին հստակ է, որ գոյություն ունի օրակարգ ընդդեմ ժողովրդավարությունների, ընդդեմ լիբերալ ժողովրդավարությունների։ Եվ այստեղ է, որ մենք պետք է ապահովենք բավարար քաղաքական աջակցություն, որ անկախ լրագրությունը միանշանակ պաշտպանված լինի։ Մյուս կողմից պետք է մտածել հարթակների կարգավորման մասին, որ վերև չմղվի միայն էմոցիոնալ բովանդակությունը, նախատեսված clickbaiting-ի, կլիկներ հավաքելու համար, որ առավել տեսանելի դառնա որակյալ լրագրությունը, որպեսզի անկախ լրագրությունը արտոնյալ լինի եւ հատուկ գործիքներով տեսանելի դառնա ալգորիթմներում եւ արհեստական բանականության մեջ, որոնց միջոցով եւս մարդիկ սպառում են իրենց լրատվական կարիքները։ Այնպես որ շատ տարբեր մակարդակներում պետք է աշխատենք, բայց եւ միանշանակ կարծում եմ, որ կան շատ նոր հնարավորություններ։
Die Deutsche Welle wie auch das öffentliche Radio Armeniens wird von der Regierung. Տիկին Մեսինգ, ինչպես է Deutsche Welle-ն պահպանում անկախությունը։ Դուք, ինչպես եւ Հայաստանի հանրային ռադիոն, ֆինանսավորվում եք կառավարության կողմից։ Ինչպես է ձեզ հաջողվում, այսպես ասած, չլինել կառավարության բարձրախոսը կամ արդյոք հաջողվում է։ In Deutschland das große Glück, dass der öffentlich-rechtliche Rundfunk unabhängig organisiert ist. Das heißt, Ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիայում հանրային հեռարձակումը կազմակերպված է անկախ հիմունքներով։ Դա նշանակում է, որ թեև Deutsche Welle-ն վճարվում է հարկատուների գումարներից, սակայն մեզ վերահսկող մարմինները, որոշում կայացնող խորհուրդները անկախ մարմիններ են։ Ֆինանսներին հետևում է կառավարման խորհուրդը, իսկ բովանդակային ընդհանուր ծրագրին հեռարձակման խորհուրդը։ Սրանք են մեզ վերահսկող մարմինները, ոչ թե կառավարությունը։ Եվ այս մարմիններում կառավարությունն ու խորհրդարանը փոքրամասնություն են։ Քաղաքասարակության խմբերն են մեծամասնությունը եւ այդ պատճառով Deutsche Welle-ն եւ Գերմանիայի լրատվամիջոցները անկախ վերահսկողության տակ են։ von den Medien in Deutschland. Ich glaube, diese Konstruktion ist extrem. Կարծում եմ այս կառուցվածքը չափազանց կարևոր է եւ օգտակար, քանի որ երաշխավորում է անկախությունը։ Այս մարմիններն են, որ օրվա վերջում ասում են. այո, սա համապատասխանում է լրագրողական չափանիշներին կամ հակառակը։ Նրանք նաեւ չեն միջամտում առանձին հաղորդումներին, դա մեր գործն է։ Եվ սա այն դասն է, որը անկեղծ ասած մենք քաղել ենք երկրորդ համաշխարհային պատերազմից եւ նացիոնալ սոցիալիստական տիրապետությունից։ Այն է, մեդիան չպետք է դառնա իշխանության գործիք կառավարությունների համար, որովհետեւ այդ դեպքում ժողովրդավարությանը պարզապես վերջ կտրվի։ Wenn wir von den Finanzen sprechen, die Influencer können mit einem kleineren mehr. Եթե խոսենք ֆինանսների մասին, ինֆլուենսերները կարող են մեկ փոքրիկ ռիլով ավելի շատ վաստակել, քան մենք լրագրողներս։ Ինչպես եք նայում այս իրավիճակին որպես մարտահրավերի, եւ հետո նրանք կարծես զգալիորեն քիչ են անում, բայց երբեմն ավելի շատ են կարդացվում, դիտվում, տարածում գտնում։ Ich glaube, dass wir einfach sehr selbstbewusst von manchen Dingen auch lernen können. Մենք պարզապես կարող ենք շատ ինքնավստահորեն որոշ բաներ նաև սովորել նրանցից։ Սոցիալական մեդիայի հրապարակումները այնպես անել, որ գրավեն մարդկանց եւ այդ ժամանակ մենք մեծապես կշահենք։ Մենք ունենք շատ լավ ձևաչափեր, օրինակ արաբերենում, հինդի, բենգալերեն լեզուներով, որոնք ունեն հսկայական լսարան եւ մեծաթիվ քլիքներ, որովհետեւ մենք նայում ենք, թե ինչպես կարող ենք այդ մեխանիզմները օգտագործել նաև որակյալ լրագրության համար։ Եվ այո, ես կարծում եմ, որ մենք կարող ենք սովորել լավագույններից։ Und in dieser Epoche von Desinformation. Իսկ ապատեղեկատվության այս դարաշրջանում ինչպես եք դուք պայքարում ապատեղեկատվության դեմ։ Ձեզ համար հեշտ է թե դժվար։ Կարծես որևէ մեկը չենք կարող դրանից զերծ մնալ։ Also, wir haben schon auch große Fact-Checking Department, wir haben Մենք ունենք փաստերի ստուգման, ֆակտ-չեքինգի մեծ բաժիններ։ Մենք վերապատրաստել ենք բազմաթիվ գործընկերների տարբեր բաժիններում, այնպես որ նրանք միշտ կարող են միասին նայել, ստուգել։ Մենք ստեղծել ենք թվային արհեստական բանականության վրա հիմնված գործիքներ, որոնց օգնությամբ կարողանում ենք ստուգել փաստերը, եւ դա անում ենք շատ կանոնավոր կերպով։ Und eine letzte Frage, ich habe bemerkt, ja, ich habe Տիկին Մեսինգ եւ վերջին հարցը նկատել ենք, որ Հայաստանի մասին հիմա ավելի հաճախ եք գրում լուսաբանում։ Ինչու է Հայաստանը ավելի հաճախ հայտնվում Deutsche Welle-ի ուշադրության կենտրոնում։ Ich glaube, insgesamt sind einfach die Anrainerstaaten rund Russland. Ընդհանուր առմամբ Ռուսաստանին սահմանակից պետությունները մեզ համար շատ հետաքրքիր են։ Բնականաբար հարցեր են ծագում նաև թե ինչպես են զարգանում տարածաշրջանային պետությունները, ինչ սպառնալիքներ կան այնտեղից Ռուսաստանից։ Մենք նաև նոր նախագծեր ենք գործարկում ուղղված տարածաշրջանային հարցերին։